Մեծարգուն նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1469 որոշմամբ դադարեցվել է Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գործունեությունը։ Նշված հիմնարկի գործունեության դադարեցմամբ պայմանավորված այդ գործառույթը իրականացվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում գործող նորաբաց բժշկական ստորաբաժանմամբ։ Այս իրողությամբ պայմանավորված հանրահրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել քրեակատարողական օրենսգրքով։ Քրեակատարողական օրենսգրքի գործող իրավակարգավորումների համաձայն երկարատև բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են բուժական քրեակատարողական հիմնարկ։ Այն է մինչ համապատասխան փոփոխությունը դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, բայց դրա փակման պայմանավորված նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն նաև քրեակատարողական օրենսգրքով եւ առաջարկվում է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը։ Նշված փոփոխության տրամաբանությունը ընկած է տրամաբանությունն այն է, որ առավել նպատակահարմար ենք գտել, որպեսզի այդ բժշկական օգնությունը առավել օպերատիվ եւ արդյունավետ իրականացնելու համար հաստատությունը լինի քրեակատարողական հիմնարկին շատ ավելի մոտ, տվյալ դեպքում քրեակատարողական հիմնարկի տարածքում, որպեսզի այդ լոգիստիկ տեղափոխության հանրահրաժեշտություններն էլ հնարավորինս նվազագույնի հասցվեն եւ տեսլականում արկա է հետագայում նաև այլ քրեակատարողական հիմնարկներում ավելի փոքր ծավալների նույնպես երկարատև բուժման հնարավորություններ ստեղծել, բայց այս պահին մենք այդ հնարավորությունները ունենք միայն Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Այսքանը խնդրում եմ կողմ քվեարկել։ Հարցերի համար հերթագրում։ Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն։ Այս նախագծի հետ կապված պետական բյուջեից ինչ ծախսեր են արվել է թե ոչ, եւ նաեւ ինչպես ենք պատկերացնում այն բուժազնակազմը, որ աշխատում էր նախկին տեղում, դրանց տեղափոխությունը արդեն Արմավիր քրեակատարողական, ինչպես է նախատեսում պետությունը այդ ծախսը հնքալու է, թե բժիշկները պետք է իրենց միջոցներով հասնեն Արմավիրի քրեակատարողական հիմնարկ։ Խնդրում եմ այդ հարցերին պատասխան։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Այս փոփոխությունը կատարվել է Արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության եւ առողջապահության նախարարության եւ առողջապահության նախարարության ներքո գործող համապատասխան բուժական հաստատության ՊՕԱԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքում տվյալ դեպքում Արմավիր քրեակատարողական հիմնարկում նոր ստորաբաժանումը ամբողջությամբ կահավորվել եւ նոր սարքավորումներով զինվել է ոչ թե Արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության, այլ հենց առողջապահության նախարարության եւ իր ենթակայությամբ գործող ՊՕԱԿ-ի միջոցներով։ Այսինքն չեմ կարողանա հստակ պատասխանել, թե ինչքան ծախս է կատարվել, սակայն պետք է արձանագրեմ, որ ի տարբերություն մինչ այս դատապարտյալների հիվանդանոցում գործող այդ պայմանների, այստեղ ունենք մենք նորագույն լրիվ թարմ տեխնիկա, բուժսարքավորումներ եւ ժամանակակից բուժհաստատություններին հարիր, ուրեմն վիճակ։ Արձագանք շարունակ։ Շնորհակալություն, նախկինում մենք եղել ենք Արմավիր քրեակատարողականի բուժկետում, շատ փոքր սենյակ էր հատկացված եւ շատ քիչ սարքավորում կար բուժզննում անցկացնելու կամ ինչ-որ առաջային օգնություն ցուցալու։ Հիմա
նոր տարածք է հատկացվել, փորձենք հասկանալ նոր հնարավորությունները, նոր կարողությունները տեղափոխվել առողջապահության նախարարության միջոցներով, այո, ճիշտ եմ հասկանում, եւ այս պայն փաստորեն ամբողջովին պատրաստ է հիվանդներ ընդունելու, կուրսեր անցկացնելու, այնպես առնվազն այնպես, ինչպես դատապարտյալների հիվանդանոցում էր։ Այդպես է թե ոչ, խնդրում եմ պատասխան։ Այո, պարոն Բագրատյան, արդեն իսկ ոչ թե պատրաստ է, արդեն իսկ հիվանդներ կան այնտեղ, դեռ նախորդ տարեվերջից արդեն դատապարտյալների հիվանդանոցում արկա հիվանդները տեղափոխվել են, որոնք որ պետք է շարունակեին իրենց բուժումը համապատասխան պայմաններում տեղափոխվել են Արմավիր, պատրաստ է այդ բուժական ստորաբաժանումը, այսինքն դա գործում է։ Բուժ անձնակազմի մասով պետք է նշեմ, որ բուժ անձնակազմը նույնպես արտադրության նախարարության կամ քրեակատարողական ծառայության աշխատողները չեն, դրանք առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող ՊՕԱԿ-ի աշխատողներն են, որոնք իրենց աշխատանքի տեղակայումն է ուղղակի փոփոխվել, այսինքն այն ժամանակ իրենց աշխատանքը կատարում էին դատապարտյալների հիվանդանոցում, ներկայումս կատարում են Արմավիր քրեակատարողական հիմնարկում, աշխատանք ծառայության ծավալը ըստ էության դրանից չի փոխվել, նույն գործառույթն է իրականացվում, բայց միանշանակ զուտ միայն պայմաններով պայմանավորված ավելի բարձր որակի։ Իսկ նաև սարքավորումները բոլորը նորագույն նոր սարքավորումներ են։